Սուրբ հայրերի գրվածքներում գործնական աստվածճանաչողությունը ընդունված է անվանել ճգնավորություն։ Մենք այստեղ կանգ չենք առնի ճգնավորության պատմական զարգացման վրա, այլ անմիջապես կանցնենք մեզ հետաքրքրող հարցի ուսումնասիրությանը, թե քրիստոնեության մեջ ինչպես են գործնականորեն հասել ներքին հոգևոր կատարելության և Աստուծո ճանաչողության, այսինքն նրա հետ միավորման։ Այս հարցի դիտարկման համար գոյություն ունի բավական հարուստ գրականություն, ուր շարադրված են քրիստոնյա ճգնավորների հոգևոր փորձառությունը, նրանց խոսքերն ու խորհուրդները։ Եգիպտական անապատականների կյանքն ու խոսքերը ամփոփված են Հարանց վարք ժողովածուում։ Սրան զուգահեռ հարկ կլինի անդրադառնալ եկեղեցու հայրերի գրվածքներին և կյանքին։ Հայ ճգնավորական վանական շարժման տեսանկյունից հատկապես կարևոր են Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Եղիշեի, Հովհան Մանդակունու, Անանիա Նարեկացու, Հովհաննես Սարգսակի, Հովհաննես Գառնեցու, Կիրակոս Երզնկացու, Գրիգոր Տաթևացու ներանձնական խրատական գրվածքները։ Քրիստոնեության մեջ ճգնավորական շարժումը չի առաջացել արհեստականորեն, այլ իր արմատներն ունի հին կտակարանում՝ Ենովք, Եղիա, և նոր կտակարանում Հովհաննես Մկրտիչ, Աննա Մարգարեուհի, խստակրոն կյանքը և աշխարհիկ վայելքների ցեղացումը միշտ էլ դիտվել է որպես հոգևոր կյանքի նախադրյալ։ Մեծագույն ճգնավորական կյանքով ապրեց մեր Տեր Հիսուս Քրիստոս և համապատասխան ուսուցումներ տվեց։ Նախ և առաջ հրաժարվել այս աշխարհից, վերցնել խաչը և հետևել իրեն, ինչը սկիզբն է ճգնավորական կյանքի։ Փաստորեն ճգնավորությունը խիստ և հետևողական կիրարկումն է ավետարանական պատգամների։ Ճգնավորներն իրենց կյանքում իրագործել են ավետարանը և հանդիսացել Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ։ Վերջիններս հետևել են մի շարք կարևոր սկզբունքների, որոնց դիտարկումը կօգնի մեզ ավելի ճիշտ պատկերացում կազմել ճգնավորական վանական կյանքի ներքին օրինաչափությունների մասին։ Հրաժարում աշխարհից։ Աշխարհից հրաժարումն ըստ էության սկիզբն է ճգնավորական կյանքի։ Աշխարհից հրաժարվելը ավելի ներքին հոգևոր դիրքորոշում է չարի նկատմամբ, քան մարմնական տեղափոխություն դեպի անմարդաբնակ վայր կամ վանք։ Եթե ներսում չես դարձել հոգով աղքատ, այսինքն չես հրաժարվել այս աշխարհից, ապա արտաքնապես դա անելը օգուտ չի տա։ Հեռանալ մեղքերից և նրանց դրդապատճառներից, գոհությամբ համբերել վշտերի ու տառապանքների, արհամարհել մարմնական պետքերը, հարաժամ գործել Աստուծո առաջ և Սուրբ Գրքի վկայությամբ, ընտրել նեղ և անձուկ ճանապարհը, հրաժարվել երկրավոր հարստությունից և գանձեր ամբարել երկնքում, ահա թե ինչպես էին հասկանում